Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Անժելա Թովմասյան YouTube-յան էջով և Հայլի Ակումբի կամ Հայլի.am-ի Facebook-յան էջերով, ինչու, որովհետև մեր էջի վրա բողոքներ են եկել և մի քանի օր մենք Հայլի.am-ով, Հայլի Ակումբի YouTube-յան էջով չեք կարող մեզ հետևել, ինչն է խնդիրը, մենք երեկ հեռարձակել էինք Պուտինի վերջին այսպես զրույցը, շատ տարօրինակ մի բան, դա հեռարձակվել է 240 տարբեր YouTube-յան ալիքներով դա հեռարձակվել է, բայց չգիտեք ինչի դրանք այդ բողոքներ չի եղել այդ ալիքի վրա, այդ ալիքների վրա, այդ ալիքները շարունակում են աշխատել, իսկ ահա Հայլի Ակումբի YouTube-յան էջի վրա բողոք եկավ և մեզ զրկեցին եթերում լինել մի քանի օր, այնպես որ մենք մի քանի օր չենք լինելու, բայց բարեբախտաբար մենք ունենք նաև այլ էջ, Անժելա Թովմասյան YouTube-յան էջը և մեր Facebook-յան էջը, որտեղով կարող եք մեզ հետևել, այնպես որ մեծ բան տեղի չի ունեցել, բայց առնվազն տարօրինակ է և մյուս կողմից տեսեք, որ մենք նաև ինչքան խոցելի ենք այս իմաստով, նրանք այսպես կարող են հայեցողական մոտենալ և ցանկացած ալիք ինչ-որ հիմնավորմամբ կամ ինչ-որ պատճառաբանությամբ բողոքներ անել այդ ալիքի վրա և այդ ալիքը զրկվի հեռարձակումից, այսպիսի բաներ։ Ինչևէ, բայց մենք հնարավորություն ունենք, ինչպես ասացի, մենք կարող եք Անժելա էջով հետևել այս քանի օրը, մինչև որ խափանումը կվերականգնվի և մենք նորից միասին կլինենք նաև Հայլու էջով։ Ուրախալի մի քանի թեմայի եմ ուզում անդրադառնալ, ուրախալի բան երեկ հայտնի դարձավ, որ Լևոն Արոնյանը Հարավային Աֆրիկայի ազատ ոճի արագ շախմատի չեմպիոն է դարձել, սա նորություն չէ, ինքը իսկապես փայլուն շախմատիստ է և կարծեմ այն բացառիկն է, որ վերջին 10-15 տարում ինքը մշտապես եղել է աշխարհի լավագույն հնգյակում, տասնյակում, երկրորդ տեղում, շատ բարձր ցուցանիշներ է ցույց տալիս և հարց է ծագում, որտեղ է, ինչ դրոշի տակ է խաղում և ինչու այստեղ չէ Հայաստանում։ Ինչու, որովհետև այս իշխանությունները խնդիրներ ստեղծեցին, իսկ ինքը շատ տաղանդավոր լինելով շատ համեստ մարդ է և շատ թեթև ակնարկեց դրա մասին և ուղղակի հեռացավ, պարզ էր, որ դա առաջին դեպքը չէր, այդպիսի 1-2 այսպիսի բաներ, խոչընդոտներ, խնդիրներ, ինչ-որ բաներ ստեղծել էին Լևոնի համար և Լևոնը ընտրեց այդ ճանապարհը, այսինքն բոլոր թշնամին, ներսի թշնամին աշխատում է բոլոր ուղղություններով, մենք այդպես եղավ նաև Հենրիկ Մխիթարյանի հետ, Հենրիկ Մխիթարյանն էլ գիտեք, որ էլի խնդիրներ բազմաթիվ առաջացրեցին և իր հետ կապված և իր մայրիկի հետ կապված, ինքը ֆեդերացիայում էր աշխատում, այնտեղ էլ խնդիրներ ստեղծեցին, այսինքն Նիկոլի թիմը որտեղ որ գնում է, որտեղ իրենց ճանկերով մտնում են այդտեղ, միանգամից ստեղծում են պրոբլեմներ և այնտեղից մեր մեծ տաղանդները ուղղակի հեռանում են։ Եվ նաև այս, գիտեք, ես միշտ հիացած եմ խոսում, հիացմունքով եմ խոսում իրենց մասին և Լևոնի մասին և Հենրիկի մասին, իրենք և Սերգեյ Խաչատրյանի շատ հայտնի համաշխարհային մակարդակի մեծության ջութակահարի մասին, երեքն էլ այնքան տարբեր ոլորտներ են, բայց այնքան շատ բաներով են նման, երեքն էլ շատ տաղանդավոր են, երեքն էլ շատ կարգին բարձր հայեր են, շատ ազգային են և շատ համեստ են։ Ցավոք սրտի երեքին էլ մեր ժողովուրդը այստեղ Հայաստանում տեսնելու, վայելելու այդպիսի հնարավորություն չունի, ինչպես ասացի, որ այս իշխանությունները իրենց կեղտոտ ջանքերով, իրենց կեղտոտ բարքերով, նկարագրով վարք ու բարքով այնպես արեցին, որ իրենք խռովեն և գնան այստեղից կամ ուղղակի հեռանան այստեղից, իհարկե Սերգեյ Խաչատրյանը երբեմն համերգներով հանդես է գալիս և մի քանի անգամ է խոսել և ընդգծել է, այսպես ուղիղ տեքստով չի ասել, բայց ցույց է տվել, որ ինքը անհաշտ է և չի ընդունում այն կեղտոտ, ապիկար, նողկալի վարքագիծը, ինչ որ դրսևորում է այսօրվա իշխանությունը, իդեմս Նիկոլ Փաշինյանի և Աննայի հայ ժողովրդի նկատմամբ և հատկապես ազգային արժեքների նկատմամբ։ Ես սա ուղղակի ուզում էի ընդգրկել Լևոնի հետ կապված և ասեմ